Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այսօրվա իմ հյուրն ինձ հանդիպած ամենախարիզմատիկ արտիստներից է։ Նրա կերտած դերերը հանրության կողմից սիրվել են ու ընկալվել, նույնականացվել որպես իրական կերպարներ։ Ընկերներն ու գործընկերները մեծագույն հարգանքով ու սիրով են խոսում նրա մասին։ Ասում են, բացի տաղանդավոր դերասան լինելը, անփոխարինելի ընկեր է, խաղանկեր, Հայաստանի օրինակելի քաղաքացի։ Հայ պերսոնայում Հարություն Մովսիսյանն է։ Հարություն Գրիգորի Մովսիսյան ծնվել է 1951 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1969-ից 1973 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում։ 1973 թվականին խաղացել է Խլեստակովի դերը Գոգոլի ռևիզորը ներկայացման մեջ որպես դիպլոմային աշխատանք եւ նույն թվականից աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան։ Խաղացել է ավելի քան 150 դեր ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում։ Հարություն Մովսիսյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է։ Պարոն Մովսիսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Մեծ սիրով։ Կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Եթե ասենք հարցեր տալու բան կա, նպատակ կամ ասենք պետք է այդ բանը լինի։ Ես համարեմ, որ սա ամենադժվար հարցն էր, որ տվեցիր։ Բայց կա պատասխան, որովհետև իհարկե ճակատագիրը կա։ Մարդը ինքն է ստեղծում, մարդը ինքն է որոշում, մարդը ինքն է տեսնում աշխարհը, ինքն էլ կազմակերպում է իր կյանքը, ոնց պետք է ապրի, ինչ պետք է անի։ Ես հիմա խոսում եմ մոտավորապես, բայց ճշմարտությունն եմ ասում։ Այն ինչ որ ես եմ կարողանում տեսնեմ։ Ճակատագիր կա տենց գրականություն կա, ահագին գրականություն կա, որ մարդիկ, պրոֆեսորներ են, մարդիկ, որոնք ասենք հոգեբաններ են, վերջապես իմաստուններ են, տենց մարդիկ կան։ Նրանք ասում են, որ ճակատագիրը ծնվում է մարդու հետ, իր հետ ծնվում է։ Համենայն դեպս իլ շարունակում է, բայց համենայն դեպս կա որոշ կյանքի ընթացք, որտեղ ճակատագիրը ոնց որ հոգնի ինքը իրենից հեռանում է, այդ ժամանակ արդեն մարդը ինքը իր տերն է, ինքը պետք է շարունակի, ինքը պետք է կարողանա կառուցել, լավը վատից տարբերել, բարդություններ կան։ Դուք գոհ եք ձեր ճակատագրից։ Գոհ եմ, պետք է ասեմ գոհ եմ, որովհետև այդ մեծ ուժեր կան, որոնք դե տիեզերքը որ սահմաններ չունի, ժամանակը սահման չունի, արդեն ինքնըստինքյան մարդ մի անգամից ինքը մի հատ իրան հավաքում է, ասում է, ես ինչ է նշանակում, ոնց չունի, բաց պարզում է, որ չունի։ Ժամանակին ասում են 3 հատ մեծ փղի վրա է դրված ամբողջ բանի երկրագունդը, էլի տենց բաներ էին հնարում մարդիկ, վերջը իհարկե գտան, որ ունենք համաստեղությունը, մենք մեր համաստեղությունը ունենք, բայց ինչքանի համաստեղություններ կան, որ կան, ինձ հետաքրքրում է այդ ամեն ինչը, ինձ համար ես գտնում եմ, որ մարդը, մենք հիմա որ կանք, մենք ապրում ենք ու հետո հանգում ենք, հետո մահանում են, գնաց մարդը, բայց ես կարծում եմ, որ հոգին շարունակում ապրել, հոգին հարստությունն է տիեզերքի, մարդը մահանում է, մարդը գետնից, հողից սնվում, ամուսնանում, երեխեք անում, երեխա ինքն է դառնում երեխա եւ այլն, հետո մահանում գնում է։ Եթե միշտ ես հիշում եմ, որ գալիս էին ժամանակին տներում էին դնում դագաղները։ Գալիս էին sense խոսում են, ես ասենք նստած, ասում հրաչը հեչ նման չի իրան, էս ինչ ա եղել, այսինքն այլ ոնց կարա նման լինի, մեջի այս խոսածողը, մեջի ձայնանողը, մտածողը, երգողը, պարողը, ստեղծողը, աշխատողը, այդ էակը չկա։ Հողից ելավ, հող դարձավ, նորից հող մտավ։ Ու ես կարծում եմ, որ այդ ահագին մեծ ուրեմն բան, ահագին մեծ հսկայական խոսակցություն կա, որ մարդկանց դեռ չեն հայտնում։ Այդ որ այդքան կասմանավներ են գնում գալիս են իրանք, մի երկու բառ են ասում ուղղակի։ Բայց այնքան հետաքրքիր բաներ կա, որ գտնում են դեռ պետք չի։ Պարոն Մովսիսյան, եթե ունենայիք այդպիսի հնարավորություն, ապա ձեր կյանքի որոշակի դրվագներ կխմբագրեիք, թե կապրեիք այնպես, ինչպես ապրել եք մինչ օրս։
Իմ մեջ կա հնարք կա իմ մեջ, ես զգում եմ, որ ես կարող եմ, ասենք, այդ աշխարհը մտնեմ, որպեսզի ասենք գրենք փոքրիկ էսսեներ, ասենք գրենք դրամաներ, բայց դա ես հասկացա, որ տաղանդի հետ է կապված։ Այսինքն դու չունես այդ տաղանդը չունես։ Չես կարող էլ ասենք այդ որտեղ դա Հոլիվուդ որ մենք գնացինք Քոչարի հետ Ռուբիկ Քոչարի հետ նկարում էինք Արահետ կինոն ըստ մեր լավագույն ֆիլմերից մեկը ընդհանրապես Հայաստան գոյության ընթացքում մենք նկատեցինք որ սցենարիստը այսինքն դրամատուրգ կարելի ասել մենք սցենարիստ չունենք մենք ենք սցենարիստ ասում դրամատուրգը վիպասանը կատակերգուն որ գրում են ասեք այդ մարդիկ դրանց մեջ թույլ եւ ուժեղները կան եւ կան ուժեղները այսինքն ասելիքը ժողովուրդն է գնահատում ժողովուրդը գնահատում է ժողովրդի գնահատականն է հաղթում ոչ թե ասենք որոշ մարդիկ որոնք կոչվում են թատերագետներ արվեստաբաններ եւ այլն նրանք են հավանություն տալիս բայց նրանք իրար հետ կապված չեն ասենք ինչ որ հեռախոսները որ ասեն լսում ես բանա որոշել ենք որ գով ենք այս ֆիլմը դες բամոս կարա լինի անհնար բանա ուրեմն ճշմարտությունը իր հետևանքներ եւ իր ճանապարհը ունի իմ կարծիքս է դա որտեղ որ ես կարողանում եմ հասկանամ բանը ես կարծում եմ որ ես այնուամենայնիվ ճիշտ ճանապարհ եմ ընտրել ես այս ճանապարհը ասենք դերասանի կյանքը նրա մոտեցումը աշխարհին կարևորություն տալը իր աշխատանքին անընդհատ օրվա մեջ խոսակցություններ բան ուղղակի քնած չի այդ մարդը անընդհատ տեսնում է ինչա կատարում, բայց արդեն դա իրեն պետքա դեր խաղալու համար, որպեսզի կարողանա դեր խաղա եւ Աճեմյանը, որի մոտ ես սովորել եմ Վարդան Մկրտչի Աճեմյան։ Մեր աշխարհի ամենամեծագույն ռեժիսորներից, դրամատուրգներից, ինչ որ նկարում էր, ծաղրանկարներ հրաշալի։ Առաջի կուրսում ես ասեց ուսումնասիրեք մարդկանց, տեսեք նրանց։ Անընդհատ ուսումը ծիծաղը հետաքրքիր է, քայլեց հանգարց։ Ինչ որ ինչն է իրանց հետաքրքրում, ինչ ձևի մարդիկ են, դա կարևոր բաներ են։ Դուք ունեք ձեր մեջ ասում, բայց պետք է անընդհատ որոնումներ ունենաք։ Դա աշխարհի ամենադժվար գործն է։ Այդպես էր ինքը բնութագրում։ Եվ ասեց հիմա տեսեք, բան եմ ասում, առաջին օրն է, նա անընդհատ չէր կարողանում, որովհետեւ Սունդուկյան թատրոնում բեմադրություններ էր անում, գլխավոր ռեժիսորներ, տնօրեններ, ամեն ինչ։ Ասեց Մատենադարանից մինչև Պրոսպեկտի շուկա քանի հատ կրպակ կա ու մենք էլ նստած ենք 22 հոգի դերասաններ ենք ընդունվել ենք Աճեմյանն նայման մեզ նստել ենք ասեց ձեր տնկից հենց այդ նորիկ ասեց 4 հատ Կարինե դու ասեց 6 հատ ասենց հետո ասեց մանանց նայեց ինձ ասեց հարցն դու հենց արեցի ես ասի խոխմա անեմ էլի ես էլ իրանց մտքին ասի երևի մի 31 բոլորը ծիծաղացից հենց այդ այո ասեց 31 պատահական էլի ես դրիվ խառնվայր էր որտեղ էս տարօրինակ ստացվեց էլի ոնց պարզվեց 31 բոլորին թվացել է 8 հատ 7 հատ բան այդ կրպակներ այսինքն ուշադիր դրին ասեց առաջին մեր հետ հանդիպեց ասեց ես մգնալ եմ գործի դուք զրուցեք իրար հետ ծանոթացեք ստեսություն գնաց ես գիտես ինչ տպավորություն ստացա որ ասեցի սրանից ավելի ինչ պատմեր այդ մարդը այլևս ինչ պատմեր ամենակարևորը ուշադիր հետևել կյանքին որտեղ դուք մեկը ծիծաղ եք տեսնում որ ինչ հետաքրքիր է դրա կամ ասենք հուզմունք կամ ասենք ջահայնացած մարդ է կամ ինչ որ մեկը նստած գիտարա նվագում կամ բան ամեն ինչ իր քայլվածքը մոտենալը նստելն է տունը հարազատներ բարեկամներ են գալիս դա ամենակարևոր այն հիմնովին ամենաճշգրիտ աշխատանքն է որ դու սկսում ես արդեն դերասանությամբ զբաղվել Աստվածին ոնց անցավ այդ կես դարը ես աշխատում եմ Հարություն Մովսեսյանի հետ մի թատրոնում ոնց որ մի վարքյան լիներ ոնց որ 3 լիներ երբ որ մենք առաջին անգամ հանդիպեցինք իրար հետ հեռուստատեսությունում նորքի եւ որոշեցինք երիտասարդ էինք տակավին երեխեք էինք դեռ ասեց արի ոդկովիչն ենք այս անտառի միջով Երևան ու սկսեցինք ոդկովիչնել
Այդպես սկսվեց իմ եւ Հարություն Մովսեսյանի ընկերությունը, որը շատ է հիշեցնում ինձ, անկեղծ եմ ասում, Թոմ Սոյերի եւ Հեքլբերֆինի ընկերությունը, Մարկ Տվենի հայտնի գործը, եւ այդպես այդ երկուսս միասին քայլեցինք այս դժվար, այս բարդ պրոֆեսիայի միջով եկանք, հասանք այս կետին։ Ես Հարություն Մովսեսյանին գիտեմ ուսանողական բեմից։ Վարդան Աճեմյանն անց ղեկավարն էր, ուրեմն դիպլոմային աշխատանքը Վարդանի եկավ ասեց, որ ռևիզորը այսօր երեխաները խաղում են, ովքեր ցանկություն ունեն երիտասարդներից, մեզ հավաքեց տարավ ինստիտուտ, որ նայենք ներկայացումը։ Եվ առաջի անգամ ես Հարություն Մովսեսյանին տեսել եմ ռևիզորը ներկայացման մեջ։ Արտակարգ էր, դե Աճեմյանի բեմադրությունը հնարավոր չէր, նա ձեռքի տակի դերասանը չի կարող պատահի, որ այն ամենաանշնորհքն էլ շնորհքով է երևում, բայց իհարկե Հարությունը առանձնացավ բոլորից։ Եվ այդ օրվանից Հարությունին ես գիտեմ, արտակարգ էր խաղում, նախ դերը շատ։ Եվ հետո այդ դիպլոմային ներկայացումից հետո Աճեմյանը իր կուրսից մի քանի հոգու բերեց թատրոն, որոնց մեջ էին Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ալիս Կապլանջյանը եւ Հարությունը։ Այդ օրվանից թատրոնում էին, այն ժամանակ շատ դժվար էր երիտասարդների համար եւ ամեն առիթով Հարությունը ցույց էր տալիս իր շնորհքը։ Պարոն Մովսիսյան, ո՞րն է դերասանի աշխատանքի ամենամեծ բարդությունը։ Տեքստ սովորելն է, այսինքն գրականությունը սերտել։ Դա է, բայց արդեն քո կերպարի հետ միասին աշխատում եք սկզբից սեղանի վրա կրճատումներ է կատարվում, որ ինչքան ժամանակ պետք է արվի, ինչքան գրվի, ահագին շատ դերեր եմ խաղացել։ Եվ այդ ընթացքում արդեն որոշվում է, մեկը համաձայն է, մեկը համաձայն չի, չէ, ես կուզենայի այս տողը մնար, աշխատանքն է կատարվում, էլի։ Այդտեղ արդեն հիմնովին բոլորովին մենք ամբողջ աշխարհից հեռանում ենք։ Մենք միանում ենք այս սցենարի մեջ, ինչի մասին է, ովքեր են, ինչ է կատարվում, ինչ պետք է լինի, ոնց մենք պետք է ժողովրդին դառնանք ճանաչելի եւ շատ զարմանալի, որ մարդիկ մոռանան։ Օրինակ ես կանչել էի ինքերս, որ նայի, ես Սողոմոն Թելերյան եմ խաղում։ Գաբրիել Բագրատյան, այդ բոլոր հերոսներ են, էլի։ Դե հիմա նստել ենք, ասում են, Անժիկին ասեց, ինքը պետք է ասի, որ ասենք ինքը Սողոմոն Թելերյանն է, Հարութ Մովսեսյանն, էլի։ Ասում է վերջին որ եկար խոնարհվելու կանգնած ափերի տալիս ինձ այն մամա ջան, Հարութ Մովսեսյան։ Մոռացել էի, որ դու Հարութն ես։ Դա իմ ամենամեծ գովեստն է, որ ես լսեցի իմ ընկերոջից, բայց ինքը շատ ինձ միամիտ էր խոսում, որ Հարութը դեմա բերել ասի, որ ինքը գիտենք էլի, որ Հարութը կնոջը դեմա դուրս էին եկել, բան ասում եմ, մեկ էլ ճանապարհին ասում զգացի, որ գինն է պատմում, Անժելան ասում սկսեց լաց լինել, ասում ինչ հրաշք է թատրոնը։ Դա ես նույնիսկ իմ մանկության ընկերոջը մոռացամ իմ մոմենտ, որ ինքն է խաղում, գլխավոր դերեր, անընդհատ գլխավոր դերեր եմ խաղացել, հազվադեպ եմ հիշում, որ տենց Հիմա Արմենը Մարությանն մեր սերունդները, որ ասենք սերունդներից մարդիկ են մնացել, ասենք մի քանի հոգի Արմեն Էլբակյան, մեր տղեկը, Ռազմիկը եւ այլն, կան տես 5-6 հոգի։ Մենք հիմա նկատում ենք, տեսնում ենք, էլի հասկանում ենք, որ այնուամենայնիվ աշխատանքն է գնահատվում, աշխատանքը։ Պարոն Մովսիսյան, ավելի հեշտ է եղել ձեր սերնդի համար մուտք գործել թատրոն, թե մեր օրերում հիմա երիտասարդների համար։ Դա գիտեք, մի քիչ ինչ-որ բան փոխվեց, որտեղ սովետական երկրում էինք մենք ապրում։ Ոնց ուզում ես հաշվարկի, ոնց ուզում ես տես, ոնց ուզում ես չափի ձևի, բայց դա սովետական երկիրն է, ունի իր ուրեմն մոտեցումը, ապրելակերպի, ռեժիմի, լրջությունը, այդ ուժեղ պետությունը, որ աշխարհի տիրակալն է, ամենաուժեղ երկիրն է սովետական միությունը։ Հիմա տարբերություններ կան իհարկե, բայց շատ տեղերում պահպանում ենք, որովհետև ամեն մի գործ, սկսած ասենք բանը, ուրեմն գաճ քսողից կամ ասենք տետուն սարքողից, դերցակից, մի քա արհեստներ կան, ժամագործից, բան, որ ամենտեղ պահանջվում է լրջություն։
ուշադրություն։ Դրա համար ասում են այ մարդ այնտեղ այդ ժամագործ չի, ես ժամագործ գիտեմ ընտիր բան մի տարիք դրա մոտ։ Սես խոսակցություններ են գնում։ Ինքը արդեն մեկ էլ ինքն է նկատում, որ անընդհատ ինքը մենակ է սենյակում։ Չեն գալիս հաճախորդներ։ Գիտեն որտեղ անցնում են կողքից եւ գնում են նրա մոտ ով որ լավ է դիապետում իր արհեստին, որ արհեստը վերածում արվեստի արհեստը, ծախանդավորությունը, մոտենալը, ճշգրտությունը։ Իհարկե վերջին հաշվով դա տանում է դեպի ապրուստի, որ ինքը ճակատը բաց մտնի տուն, իրականոց երեխեքին բանում բերի ապրուստ, ապրելու համար, հագնվելու համար, լավ զգալու համար, ման գալու աշխարհը տեսնելու, սա ահագին հետաքրքիր process է։ Բայց ես քանի որ չեմ սիրում պոլիտիկայի մեջ մտնեմ խոսակցության մեջ, որովհետև ես համարում եմ շատ ավելի կարևոր բաներ կան, խոսակցություններ կան եւ մասնագիտություններ, որ մարդը ինքը իր էությամբ պետք է նպատակներ ունենա, նպատակ ճշգրիտ ոնց պետք է ապրի, ինչ պետք է անի, դա հազվադեպ են պատահում։ Շատերը թուլանում են, չեն կարողանում։ Շատերը սկսում են խմել, հարբեցով են դառնում։ Եվ այլն, այսպեսի բաներ կա, էլի, ահագի բան։ Եվ այստեղ արդեն մեջտեղ է գալիս դրամատուրգիան։ Հասկանում դրամատուրգները, որոնք գրում են արդեն պիեսներ։ Ինձ թվում է, որ ես մասի շատ մարդ ասել, մարդկության ամենամեծ հանճարը գիտությունը, որ ստեղծել են իրանք, մեծ թատրոնն է։ Թատրոնից ավելի ուժեղ տեղ չկա, որտեղ կարելի է ամեն ինչի մասին զրուցել, խոսել, անկեղծորեն։ Հարություն Մովսեսյանը դեռ երիտասարդ տարիներից կարողանում էր առանձնանալ, ինքը առանձնահատուկ բաներ էր կարողանում անել, օրինակ կարողանում էր հիանալի երգեր, մի անգամ մի առիթով գիտարը վերցրեց, դեռ երիտասարդ է, վերցրեց ու սկսեց իսպաներեն երգել, բոլորը զարմացած նայում էին, ոնց է երգում բան իսպաներեն, ես հո գիտեմ ինչ է անում, բոլորը հարցրեցին, ասեցին, Հարություն այդ իսպաներենը երբ է սովորել, պարզվեց ոչ մի իսպաներեն էլ չի սովորել, ուղղակի իմիտացիա է անում, հետո սկսեց այդպես իմիտացիա անելով ֆրանսերեն երգել, անգլերեն երգել, բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ լեզուն ինքը տիրապետում է։ Այդպիսի առանձնահատուկ դերասանին հատուկ երևույթ է Հարություն Մովսեսյանը։ Շատ ճկուն դերասան, երգում, պարում, նվագում, չեք պատկերացնի, որ այն ժամանակ մեր մեծերն էին, ճիշտ ամեն երիտասարդ էինք, ավելի զուսպ էինք հաշվացման, բայց երբ որ Ռուդիկը ու Հարությունը մի տեղ էին, արդեն գիտարը վերցնում էր, Ռուդիկի հետ սկսում էին երգել, բուֆետում մենք ինչ քեֆեր ենք արել եւ կենտրոնական դերում, ոնց որ ասած, Ռուդիկը եւ Հարությունն էին։ Շատ լավ ժամանակներ էր այդ ժամանակ եւ թատրոնում եւ մեր մեծերը կային եւ ուրախություն կար, երջանկություն կար, մարտի 8-էր, թե նոր տարի էր, անպայման մենք հավաքվում էինք, քեֆեր էինք անում, շատ լավ ժամանակներ էր։ Երբ որ մարդը տաղանդավոր է, դա նշանակություն չունի, ինքը երիտասարդ է, թե տարիքով է։ Մեկը տաղանդավոր է, այն երիտասարդ ժամանակ էլ է տաղանդավոր։ Ինչ անում էր, լավ էր անում, ոնց անում էր, հետաքրքիր էր անում։ Եվ մեր սերունդը, իմ սերնդակիցները միշտ հիանում էին Հարությունը, ումա պետք են հավաքույթ է, որտեղ Հարութը չկա, անհետաքրքիր տեղ է դա։ Բա ուր է Հարութը, առանց Հարութի լավ չի։ Հարութը այդպես հետաքրքիր մի անձնավորություն, այս սկզբից, որից հետո եւ տաղանդավոր դերասան։ Այդ տաղանդավոր բառը իսկական Հարություն Մովսեսյանի վրայով է։ Այդպիսի դերասան է իմ ընկերը Հարություն Մովսեսյանը, որը ինչպես ասեցի, երկար տարիներ միասին քայլում ենք այս ծուռ ու մուռ արահետներով։ Ունեք փշոտ հիշողություններ ձեր կարիերայի ընթացքում, որը մինչ օրս երբ հիշում եք ցավոտ զգացողություններ է հիշեցնում ձեզ։ Գիտեք ոնց է, ես հիմնականում ուրախ եմ եղել։ Ես մեր տանը, մերոնք հրաշալի մարդիկ էին, երգում էին, նվագում էին, հավաքվում էինք մեր գերդաստանով, բոլոր փուչուրիկներով, մեծերով, բոլոր ուրախություն էր տիրում, էլի լավ էր, թատրոնը իր հմայքով ինձ միշտ հիացրել է, ես ուղղակի մեկ-մեկ զարմացել եմ, որ ես այս թատրոնի բեմի վրա խաղում եմ, ես ինչ կարևոր բան է, ոչ թե որ ասենք, որ թատրոնը խաղում է, տերը խաղում, տեն չէ, սա հիմնովին շատ ուժեղ տեղ է,
Շատ կարևոր գործողություն է կատարում թատրոնը։ Մարդկության հոգիներն է տեսնում, մարդկանց գույներն է տեսնում, ոնց արվի որ լավ լինի, որն է վատը, որն է տգեղը, որն է ճիշտը, որն է դավաճանություն։ Դրանից արդեն ահագին բաներ կա, որտեղ հերոսական ներկայացումներ կան, որ ես խաղացել եմ եւ ես զգացել եմ ժողովուրդը ինչ կերպ է դիմավորում, ինչ կերպ է հասկանում, սիրում, հավատում։ Իմ ամենամեծ, ամենահսկայական դեպքը, որ կարող եմ ասեմ ես, չի եղել այդպես բան, չի պատահել այդպես բան, բայց ես չի եղել դերի հետ կապված չի ավելի շատ ասենք իմ գոլեգաներից, իմ ընկերներից մարդիկ, որոնք լավ դերասաններ կարող էին դառնալ, բայց դեպքերի բերումով հեռացան կյանքից։ Եվ բանակ պետք է գնայի ես գնացի բանակ, որ շատերը գիտեին, որ ես բանակ պետք է անպայման։ Ես գնամ տենա բանակ ինչ բան այդ տղեկի տեղա, տղեկի տալն այնտեղ գաջիշնիկ էի համարում, գնացի 4-րդ տարին Բաքու գնացի։ Այդ ընթացքում եւ որոշված էր, որ մի հատ դեր ես պիտի խաղայի անպայման, բայց ես չխաղացի, որտեղ արդեն բանակում էի։ Այդ ներվավ սիրտս, բայց դա էլ հաղթահարեցի։ Չեմ ուզում ասեմ, որ ներկայացումն է ինչ է, որտեղ ընդհանրապես չի խոսվի այդ մասին։ Եվ իհարկե գաստրոլներ, որ գնում ենք ժամանակին շատ, հիմա քիչ ենք գնում։ Այդ սովետական երկիրներ, որ հանգիստ առատորեն դուլ էր տալիս, որտեղ թատրոնները, իրաց խմբերով, իրաց դերասաններով, իրաց դրամատուրգներով աշխարհում կան իրենց ներկայացումները ցուցադրեն, ֆեստիվալների մասնակցեն։ Այդ ամենը էլ որ տանջում է մեկ-մեկ։ Հարությունը ունի մի յուրահատուկ հումոր, որը ոչ բոլորը ունեն։ Ինքը իր վրա էլ է հումոր անում, իր մասին պատմում է հումորով բաներ։ Ասում եմ մի անգամ փողոցով գնում էի, ասում եկել մի ծեր մարդ մոտեցավ, ասեց՝ «Վայ, բարև, Հարութ ջան», Հարութն ասում «Բարև, հայրիկ ջան», արա ասեց «Ինչ հայրիկ, ձեր դասարանի Վալոդն են»։ Ինքը իր մասին էլ կարողանում է տենց համով բաներ պատմել, եւ երբեք չի էլ քաշվում դրանից, որովհետեւ մեծատառով մարդ է։ Այն ժամանակ, երբ սուր քննադատում էին թատրոնի այն դերասաններին, ովքեր հայտնվում էին հայկական հեռուստասերիալներում, դուք գլխավոր դերն էիք կերտում հայկական ամենավարկանիշային հեռուստասերիալներից մեկում։ Ինչպես եք վերաբերվում այդ քննադատություններին, որոնք ուղղվում են թատրոնի դերասաններին, որոնք ընդգրկվում են սերիալներում։ Գիտեք ոնց է, ես դրան նայում եմ ոչ ազնիվ եւ որովհետեւ ոչ մի աշխարհում ինչքան պետություն կա, տենց հարց չեն տալիս։ Մարդիկ խաղում են։ Այդ կերպ մարդիկ կան աշխարհում ապրում են, որոնք ապրում են այդ տիպերն են, որ կան։ Նրանք կարևոր դեր են խաղում։ Ես պատուր ժամանակ այդ տենց ավելի ուժեղ մարդու ես հանդիպել եմ 5 տարեկան եմ եղել ես, համ տեսել եմ այդ մարդկանց։ Այդ մարդիկ ունեին շատ ուրեմն հարգանք, շատ ուրեմն ուժ, խոսք եւ Սվորաֆը եւ Գոգան Երևանսկի նրանք կանգնում էին Ալավերդյան եւ Գնլի փողոցների Վարդանանցի մանկնում պուլպուլակա տեղ էին կանգնում բոլոր ամեն տեսակ ասենք վատ պահող մարդիկ իրենց հասարակության մեջ ոչ այնքան կիրթ կերպով շփվել ժողովրդի հետ, բրթել ինչ-որ, գոռալ, հայոյել փողոցում, բոլոր կորում էին։ Այդ մոմենտը կար, եւ մենք կանգնում էինք այնտեղ, ես ընկերոջս հետ միասին փոքր տղեկ էինք 5 տարեկան, Գոգան հազած, ես իրան ջուր բերեցի։ Հիշում եք դες ջրեր ծախող կնանիկ կային, մարոժնիներ, բան, գազիրովնի ջուր բան։ Տատիկ ջան ասի ջուր սարքեք ես, տարա իրան տվեցի։ Ես հիշում եմ դերասան պիտի դառնամ, այնտեղ պիտի խաղամ առաջին հայ իրականության մեջ առաջին մաֆիոզ խաղացող, ասենք կամ քերով խաղացող բանը, դերասանը։ Տարա տվեց, ասեց անունդ ինչ է, այս օգնի իր ձերն եմ ասում, անունդ ինչ է, ասի Հարություն։ Դե նստած են, ասեց Հարութին լավ կնայեք, ասեց։
Հիմա որ մեկ-մեկ անցնում են, այդ մարդկանցից մնացել են 2 հոգի, 100 տարեկան են, 96 տարի։ Հարուն ջան, ինչով քեզ օգտակար են սենց, էլի հիմա ասում եմ մեկը ձեզ օգտակար լինի, ապրեք, շնորհակալություն բան էս է։ Դրանք կարևոր է տակիր մարդիկ, բայց կան դրանց տեսակները, այսինքն ոչ այն ինչ որ այն իրենք էին, որոնց անունները տվեցի։ Դրանք շատ լուրջ, կիրթ ռուսերեն էին խոսում։ Լավ ֆրանսերեն գիտեին, անգլերեն գիտեին, այդ տեսակ մարդիկ էին, էլի կիրթ տեսակներ էին, բայց ոչ այն որ ասենք իրանց այդ շատ վատ են պահում, դրանք կապ չունեն իրանց հետ, դրանք հակառակ են իրար։ Եվ ես ասացի լավ, ասացի, եթե տենց մոմենտ է, ես այդքան գիտեմ։ Մերոնք էլ ուզում էին, որ ես շանթում մտնեմ, էլի, արդեն ժամանակն գնամ Երևան, բան, գնացացի ուզում քերով խաղամ, ասես դեր խաղամ, բան, կարաս խաղաս, ասես մտի։ Ու ես մտա ու ծանոթացա Հարութի հետ, որը գրում էր վերվարածներն էր գրում այդ ժամանակ շանթում։ Իր այդ ծանոթացա, ասաց ես կգրեմ։ Ընդ տղեկից մերոնք էլի մոտեցավ, մենք ծանոթացնենք ձեզ բան, Արուտ ջան, կարաս, եթե մենակ լավ խաղաս բան։ Ես այդ ինչ որ տիպերին իրաց տեսել էի, իրանց մասի որ պատմեցի, սովորավ բանախ։ Ես իրանց այդ բանը ես իմն էլ մտցրեցի մեջը։ Հիմա աղբորը մեկ-մեկ հանդիպում եմ, կա գյուղատնտեսության նախարար ա Գևորգյան Զավենը, ասեց Հարութ մաքուր ասма գարասկոպ ովնայի նույն աստղն եք գոգայի հետ, նույն աստղն եք, նույն տեսակն եք էլի։ Բայց ես էլի խաղում էի դեպի դրականը բերելով։ Այսինքն քաղաքակրթությունն է մեր հիմնադիրը, հիմնականը հայ ազգի համար։ Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք վերջին հաշվով, զորով չի։ Աշխարհի դրախտավայրն է համարվում Հայաստանը, դրախտավայրն է։ Իր ամբողջ էությամբ, իր ամբողջ ապրած կյանքով, բովանդակությամբ, որևէ մեկի չի ասել մազիդ գլխին բան կա, փետուր կա, եսի ինչ։ Ոչ մեկին նեղություն չեն տվել։ Այդքան մաքուր հրաշալի ազնիվ ժողովուրդ։ Եվ ինչ կան պոետներ, ինչ կան դրամատուրգներ, ինչ կան ֆիլոսոֆներ, ես շատ գիտեմ, փիլիսոփաներ, ինչ ուզեք աշխարհի վրա։ Հիմա էլ աշխարհում ես բաներ կատարեն, որ ես իրավունք չունեմ ասել այդ բաների մասին, թե ինչեր են իրանք անում ի բարօրություն եւ ի հանգստություն երջանկություն ժողովրդի։ Հարությունը շատ հեշտ է աշխատել, որովհետև իր բնավորության համաձայն ինքը նախ ճկուն դերասան է, ռեժիսորը ինչ որ ասում է անմիջապես որսում է, բռնում է եւ ուսումնասիրում է ինքը շատ հետևողական, ասենք եթե մի կերպար է խաղում, անպայման ուսումնասիրում, ասենք այդ տեսակ մարդը ինչ կերպ կլինի, ինչպես կխոսի, ինչպես կնստի, ինչպես կքայլի, այդ բոլորը իր մեջ կա, տեսողական զգացողությունը շատ ուժեղ է։ Եվ Հարությունին կտորը երկինք նայել եք ֆիլմից ավելի շատ, հետո արդեն հեռուստատեսությամբ, երբ որ Որոգայթը խաղում էր, ամբողջ Երևանը Որոգայթով տառապում էր եւ Որոգայթի այդ հովոյի դերը ինքը այնպես խաղաց, որ մարդիկ դրսի մարդիկ կարծում էին իրոք նա գողական աշխարհի ներկայացուցիչը, բան էին խնդրում, որ իր գործերը դասավորի, բան, լուրջ մոտենում էին, հովոյես մի գործը կարող է գասանես, ուրեմն մարդիկ այնպես էր խաղացել Հարությունը, որ մտել էր ժողովրդի մեջ, որ ինքը հովոն է, հանցագործ, գողական աշխարհի, ինչպես կային մի ժամանակ անունները կա, որ բոլորս գիտենք, այդ տեսակ մարդ է, այնինչ չէին մտածում, որ դերա խաղում է, եւ շատ լավ խաղաց եւ ինքը պատկերացրեք, որ քանի տարի ինքը այդ կերպարի մեջ էր։ Մեզ մոտ ներկայացում էր բեմադրում Մուսալերը, Արմեն Էլբակյանը։ Ես որ նայեցի, փորձը նայում էինք, ասեցի, հովոյի կերպարի մեջ է հələ Հարութը, այդ տեսակ ինքան էր մտել մեջը, դե հետո ինքը իհարկե փոխեց, որտեվ քալվածքը բանը նա այդ կերպարի մեջ հələ ինքը կարողանում էր լողալ, այսպես ասած։ Յուրաքանչյուր դերասան կամ դերասանուհի պիտի երազի, որ Հարութի հետ ինչ որտեղ զբաղված լինի, խաղա, որովհետև չէ որ Հարութը իր տաղանդով, իր շնորհքով, իր համով, հոտով նոր փայլ է բերում այդ տեսարանին եւ դրանից օգտվում է կողքի դերասանը, դերասանուհին։ Իհարկե,
Այդպես չի, որ ինչ որ մեկն ասի, վայ ես Հարութի հետ չեմ ուզում խաղամ, դու հələ պետք է մտածես Հարութի հետ կարաս խաղաս, թե չէ։ Այդպես է, Հարութը այդ կատեգորիաներ կան դերասանական ինքը բառից բացարձակ իմաստով բարձր կատեգորիայի դերասան է։ Պարոն Մովսիսյան, ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք ձեզ համար կարևոր։ Գիտեք ոնց է հնարավոր է որ մարդ մտածի դա իմ այդ կոչումը որն է տանը մին $100,000 տան ախպեր այդ կան աշխատել եք չի ասեք այդ ձևի խոսակցություն կարա բարի այդ ես չէ այդպես մարդ կարա լինի հիմա ես մտածում եմ սենց այ մարդ տալիս էին վաստակավոր արտիստ մեդալ են տալի մի հատ ոսկի գրած Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ու ստորագրությունը առաջին պրեզիդենտի էլի վատ բան է դա նորմալ է լավ է չէ Ես գտնում եմ որ նորմալ է իսկ ընդհանրապես հանել բայց այդ դեպքում ինչ լինի համենայն դեպս եթե մարդիկ հաշտվել են այդ մտքի հետ ուրեմն պետք է հանվում արդեն ես օրինակ մտածում եթե ասենք ուրիշ մեկ խումբ գա ասենք որ քաղաքականությամբ մտնում է այդ աշխարհը նա էլ որոշի որ չէ ինչի հենց բերեք մի անգամից ավելացնենք վաստակավորներ ավելացվի ժողովրդականն էլ արվեստի վաստակավոր գործիչն էլ ավելացվի թող լինի Արդեն գիտես ոնց ավելի շատ ինձ հետաքրքրում է եւ շատերին որ ժողովուրդը նայում է քեզ գալիս քո նկարվում է պատճում է քեզ փողոցում սիրում է քեզ դենը զերով վազում է փողոցն մեքենայի տակ են գնելու գոռում եմ ասում կամած ինչ եք անում այդ ուր եք մտնում տենց էլի որտես այս ամբողջ սերը որ կա արդեն որևէ թուղթ չի կարա իրան հասնել չի կարա իրան ես լաց եմ ելում 3 տարեկան երեխեն շայի վրա հետևը կանգնած է անցնում էր ես անցնում էի սենց արեց ինձ ընդուս հայրիկը խառնվան իր բաման գնաց ես նայեց ինքս ինձ խոսում ասում հա սրանից ավելի մեծ երջանկություն կա որ դու ունես դա իմ երջանկությունն է այն որ ժողովուրդը շատ է ինձ սիրում շատ են մոտենում շատ են խոսում նկարվում շատ կարևոր բան է ես չեմ կարա չասեմ որ իրականում կա տենց է Պարոն Մովսիսյան, հայ կինոարտադրությունը եւ թատրոնը կարողացել են ամբողջությամբ օգտագործել ձեր ռեսուրսները որպես արտիստ։ Բավական ահագին մեծ դերեր եմ խաղացել, շատ հսկայական դերեր։ Այսինքն ես հիմա եթե սկսեմ թվարկել, երևի մի 180, 130 կանցնի եւ գլխավոր դերեր տենց էլի։ Բայց դրանք էլ ես արդեն նենց ոնց որ թե բան եմ անում, որովհետեւ Ես ասում եմ այն մարդիկ կային ժամանակին, արվեստաբաններ, արվեստագետներ, այդ մարդիկ ուր են, որ գրեն մեր մասին, խոսեն մեր մասին, որովհետև ժամանակը այնպիսի բան է, որ արագ գնում է առաջ ու մենք կամաց ամեն մարդ իր հերթին հեռանում է աշխարհից կյանքից, գնում է դեպի եսիմ ուժ, այդ մարդկանց պետք է խոսել այդ մարդկանց հետ պետք է հաշվի նստել, իրանք ժամեր, օրեր, տառապանք են անցկացրել, որ ժողովրդին հաճույք պատճառեն, լավ խաղան։ Ոչ թե խաղացել են նրան, որ իրանց սիրեն, չէ, լավ խաղան, որ հավանեն։ Սիրեն, չէ, հավանեն, դրանք տարբեր բաներ են շատ։ Ու ինքը հավանելը իր այդ բերում արդեն սերը։ Ունենք հրաշալի դերասաններ, հիմա այսօր Սունդուկյան թատրոնը, որ ղեկավարը Արմեն Էլբակյանն էր, Արմեն Էդգարիչը, մեր շատ սիրելի Մենք էլ իր կողքի իրար հետ միասին ստեղծագործում ենք, անում ենք ամեն ինչ, որ պահպանենք, որ մեծարենք մեր մեծն հայոց Սունդուկյանի անվան մայր թատրոնը։ Պարոն Մովսիսյան, լինելով շատ զբաղված արտիստ, ձեզ հաջողվում է սիրելի մարդկանց ժամանակ տրամադրել։ Հեռախոսը շատ կարևոր դեր է խաղում ինչ արած։ Զրուցում ենք, խոսում ենք իրար հետ, ինչ-որ բան արում։ Իմ մոտ ժամանակի հարցը շատ բարդություն ունի իր մեջ, բայց կարողանում եմ զրուցել ձեզ հետ միասին, հիմա այս զրույցը ժողովրդին հանձնել, նվիրել, պատասխանատու է շատ, սա պատասխանատու գործ է, որովհետև կան բաներ, հետո նայում ես, ասում ես, արաբա ես իմ մոռացել եմ, ինչի չասեցի, ինչի չխոսացել, ես մասի կարա զրուցեի, խոսեի։ Ով է ձեր լավագույն ընկերը։ Ընկերը ավելի ես համարում եմ մեղմ ասած, շատ ընկերներ ունեմ շատ ասելով եմ 4, 3, 4, 5, դա համարում եմ շատ և ես երախտապարտ եմ նրանց, ես իրանք ինձ, մենք միշտ զանգում ենք, խոսում ենք, քննարկում ենք ինչ է կատարվում աշխարհում, իմ այդ ընկերներին ես շատ եմ սիրում, իրանք ինձ հարազատ են և սիրելի
թե որպես մարդ, թե որպես ընկեր, թե որպես դերասան, թե որպես երգող, թե որպես պարող, ինքը այն կատեգորիայի, այն կարգի դերասաններից է, որ ինչին ձեռատալի ստացվում է։ Ես այդպես գիտեմ իմ հարազատ ընկերոջը եւ ես ուրախ եմ, որ մենք դեռ կարողանում ենք իրար հետ խաղալ, շարունակում ենք ստեղծագործել եւ հույս ունեմ, որ դեռ երկար ենք աշխատելու։ Գիտեք, բնավորությամբ թեթև մարդ է, չի շատ ամեն ինչը խորանում, բանանում, իր ցավը ուրիշին չի տալիս, զուսպ է, չի բացվում շատ։ Ես մաղթում եմ առաջի հերթին առողջություն, որտեղ ինքն էլ բավականին սրտի վիրահատություն տարավ, հիվանդացավ, բավականին պայքարեց իր կյանքին։ Միայն առողջություն, որտեղ ինքը Փառք Աստծո ամեն ինչ ունի, եւ անուն ունի, եւ թատրոնում դերեր ունի, եւ ամեն ինչ, որ ինքը առողջ լինի, իր աղջկան ամուսնացնի, տեսնի թորնիկներին, եւ լավ դերեր ֆիլմերում, սերիալներում, թե թատրոնում։ Ես Հարութին ցանկանում եմ առողջություն։ Չէ, առողջություն չեմ ցանկանում։ Ես իրեն ցանկանում եմ հաջողություն։ Ես ուզում եմ ինքը հաջողակ լինի, որ հաջողակ եղավ, այդ առողջությունն էլ կլինի, մնացած ամեն ինչը կլինի, թող հաջողակ լինի Հարությունը։ Ով է ամենաամուր հենարանը ձեր կյանքում։ Ես եմ իմ ամենաամուր հենարանը ինձ համար, իմ համար, իմ ընկերների համար։ Մենակ մարդը չի կարող, շատ բաներ պետք է ստեղծի, շատ բաներ պետք է կատարի, շատ բաներ պետք է ինքը մտածի, անի, իշա եւ ի բարերություն հայրենիքի, հայրենիք հասկացողություն կա, որ վեր է մարդու եւ անձնականից եւ ես ասում անվան հայրենիքն է գնահատելին եւ ամենաթանկը, անսահման թանկը հայրենիքը պետք է պահպանել, փայփայել։ Հայրենիքի կողքից նայել չի կարելի, հայրենիքին պետք է ոնց որ Աստվածուհի, ոնց որ հեշտակի նայել։ Ես այդ եմ խորհուրդ տալի ժողովրդին եւ այդ անձնական իրաց փոքրիկ ոչ այնքան տանելի վեճերն ու կռիվները դրորովին հայրենիքի հետ կապ չունեն։ Մարդկային հարաբերություններում կա որևէ երևույթ, որը դուք չեք կարող ներել։ Դավաճանություն եւ անտարբերություն։ Երևի դավաճանությունից ավելի վտանգավոր է անտարբերությունը։ Դրանք մարդու տեսակներ են, դրանք արդեն ուսումնասիրել են իրենց, գիտեն, որ իրենք համարյա ոչինչ բանի պետք չեն, բայց կլինի իրանց համար էլ տեղ, որ աշխատեն, գործանեն, նվիրյալ լինեն։ Ղեկավարը պետք է կարողանա ճկուն մտածի, որ կան ոնց անի, որ իր համար տեղ ստեղծվի։ Հայրենիքը դա մարդկանց հավաքն է, որտեղ հավաքվել են բոլոր մարդիկ եւ իրանք այդ ազգի ներկայացուցիչներն են, հայրենիքն են, այդպիսի ազգեր կան, շատ նվիրյալ են իրանց ժողովրդին։ Ոչ թե ուրախանա էլի, որ վատ վիճակում է ինքը, վատ չէ, դա պետք է չլինի։ Ինչ է պակասում ձեզ ավելի երջանիկ զգալու համար։ Ես ինձ երջանիկ եմ համարում, հավատացեք։ Ավելի երջանիկ, եթե մեր հայոց երկրի, հայոց պատմությունը, հայոց աշխարհը դարեդար, հազարամյակներ ապրած եւ աշխարհին մեծ օգուտ տված հայ ժողովրդին վերաբերվել խորին հարգանքով բոլոր ազգերի աշխարհի։ Խորին հարգանքով, ոչ թե նախանձությամբ, չարությամբ, անհնարին է, մենք չենք կարողանում հասկանալ ինչի համար, մենք ուզում ենք, ես օրինակ հարց կտամ, ինչի համար եք դուք մեր հանդեպ տենց վատ տրամադրված։ Ինչն է պատճառը։ Ոչ ոք չի կարող պատասխանի, որտեղ մի անգամից պետք է սկսեն խոսալ ոչ այնքան տրամաբանորեն։ Ինչի համար եք ափսոսում։ Չեմ ափսոսում։ Ինչ որ իմ հետ կատարվել է, ես ինչ ոնց որ ապրում եմ, ես շատ ուրախ եմ եւ Տեր Հիսուս Քրիստոսին իմ միշտ
հայր մեր որ հերկինս է Սուրբ Եղեցի անունքով եկեցի արքայություն, եղեցին կամքով, ամբողջ միշտ իր այդ խոսում եմ, ես հավատում եմ այդ ուժերին, չի կարող չլինի, դիեզերք, անսահմանություն, չի կարող այդ բանը չլինի, անպայման կա, անպայման գալու է այդ օրը, որ հասկանան, որ ոնց կարելի է այդպես բան լինի։ Անչափ շնորհակալ եմ պարոն Մովսիսյան, գեղեցիկ, հետաքրքիր, տպավորիչ զրույցի համար։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։